2005 թվականին Ամերիկայի քաղաքներից մեկում երիտասարդ աղջիկը թողնելով իր մեքենան և իրերը անհետ կորավ իր սեփական տնից։ Դրանից հետո նրան ոչ ոք այլևս չտեսավ։ Այս դեպքը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Օսիլիա քաղաքում։ Քանի որ քաղաքը փոքր է իր բնակչությամբ և բոլորը մեկը մյուսին ճանաչում են, ապա աղջկա անհետացման մեջ կասկածելի էր յուրաքանչյուրը։ Թարա Գրինսթեդը ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 14-ին ԱՄՆ-ի Հոքինսվիլ քաղաքում։ Դպրոցական տարիներին աղջիկը ակտիվ մասնակցում էր գեղեցկության մրցույթներին և հաղթող էր ճանաչվում։ Մրցույթներից ստացված գումարով վճարում էր իր ուսման վարձը, քանի որ ուներ նպատակ ստանալ որակյալ կրթություն։ Քոլեջն ավարտելուց հետո ստացել է մագիստրոսի աստիճան, այնուհետև տեղափոխվեց Օսիլիա քաղաք և սկսեց զբաղվել իր երազանքի աշխատանքով քաղաքի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցչուհի։ Մի քանի տարի աշխատելով այստեղ, հասցրեց ստեղծել լավ հարաբերություններ թե գոլեգաների և թե իր աշակերտների հետ։ 2005 թվականի հոկտեմբերին Թարայի աշակերտուհիները որոշում են մասնակցել գեղեցկության մրցույթին։ Ունենալով փորձ գեղեցկության մրցույթներում, որոշում են օգնություն խնդրել իրենց ուսուցչուհուց, իսկ Թարան չի մերժում իրենց։ Թարա Գրինսթեդը եկել էր, որպեսզի ոգեշնչի իր աշակերտուհիներին։ Մրցույթից հետո իր ընկերների հետ նա գնաց խնջույքի։ Գիշերը նա ուշ վերադարձավ տուն և հարևանները տեսան, թե ինչպես է նա ժամը 23:00-ին կայանում իր մեքենան տան մոտ, իսկ հետո ներս մտնում։ Սա եղավ վերջին անգամը, երբ աղջկան որևէ մեկը տեսավ։ Թարայի մայրը այդ գիշեր անընդհատ զանգահարում էր իր աղջկան, բայց նա չէր վերցնում, ինչը շատ տարօրինակ էր, որովհետև նախկինում աղջիկը միշտ պատասխանում էր։ Հոկտեմբերի 24-ին Թարան առանց զգուշացնելու տնօրինությանը չներկայացավ աշխատանքի, ինչը իրեն նման չէր, որովհետև աղջիկը շատ պատասխանատու էր։ Նույն օրը առավոտյան ոստիկանության մայոր Բիլի Հենկոնգը անձամբ գնաց աղջկա տուն, բայց ոչ մի արտասովոր բան այնտեղ չնկատեց, քանի որ մեքենան տեղում էր և ամեն բան սովորականի պես էր։ Սակայն հենց նա թակեց դուռը, ոչ ոք այդպես էլ չբացեց այն։ Անվտանգությունից ելնելով, մայորը որոշում է ջարդել դուռը և մտնել ներս, որպեսզի ստուգի, արդյոք Թարան վատառողջ չէ կամ ինչ-որ բան է պատահել։ Ներս մտնելով նա միայն տեսավ տակնու վրա եղած իրերը հատակին, այդ թվում նաև այն հագուստը, որով վերջին անգամ իրեն տեսել էին։ Հեռախոսը դրված էր լիցքավորիչի վրա։ Ամեն բան թվում էր այնպես, որ նա տանից անորոշ ժամանակով դուրս է եկել։ Տան հարևանությամբ հողին ընկած լատեքսային ձեռնոցը առաջին կասկածելի իրն էր, որոնք գտան ոստիկանները։ Դա միայն կարող էին օգտագործել հանցագործության հետքերը քողարկելու համար։ Կասկածների հիման վրա գործին խառնվեց Ջորջիայի քննիչ բյուրոն։ Իրենք զբաղվում էին անհայտ կորածների գործերով։ Բացի ձեռնոցից, բարձի վրա ընկած էր Թարայի կոտրված շղթան և տեղից շարժված զարթուցիչը, բայց այդ իրերը ոչնչով չօգնեցին գործի ընթացքին։ Այդ երկուշաբթի Թարայի տունը փակվեց։ Դպրոցում անցկացրեցին ժողով, որից հետո սկսեցին փակցնել նրա լուսանկարով թռուցիկներ։ Ոստիկանները այդ օրը
աշխատեցին մինչև ուշ գիշեր և ոստիկանական շները փորձում էին գտնել ոտնահետքեր, բայց այդպես էլ ոչինչ չստացվեց։ Ձեռնոցից վերցրած ԴՆԹ-ն ոչ մի տվյալներ չբերեց բազայում։ Ոստիկանությունը սկսեց ուսումնասիրել նրա անձնական կյանքը և հայտնի դարձավ, որ Թարան ամենաերկար հարաբերությունների մեջ եղել է Մարկոս Պարպերի հետ, ով նախկին ոստիկան զինվորական էր, բայց մեկ տարի առաջ Թարայի ցանկությամբ նրանք բաժանվել են, և ոստիկանությունը դադարեց Մարկոսին կասկածել, իսկ այն, որ Մարկոսը 3 շաբաթով եկել էր այդ քաղաք և ոչինչ չէր ասել Թարային, ոստիկանների համար դա կասկածելի չթվաց, սակայն ոստիկանները իմացան այն աշակերտի մասին, ով ապրիլի 30-ին եկել էր Թարայի տուն և փորձել էր տան պատուհանները կոտրել։ Հարևանները դա տեսնելով ոստիկանություն էին կանչել և պարզվել էր, որ նա սիրահարված էր իր ուսուցչուհուն։ Երիտասարդի հոգեկան վիճակը խանգարված էր, և Թարան անվտանգությունից ելնելով բողոք էր գրել ոստիկանությանը։ Քանի որ պատանին ուներ ալիվի, նա դուրս եկավ կասկածյալի կարգավիճակից։ Քիչ հետո տանը նաև գտան ոստիկանական աշխատակցի մի այցեքարտ։ Այդ ոստիկանը բնակվում էր մեկ այլ քաղաքում, և նրանք Թարայի հետ հանդիպում էին որոշ ժամանակ։ Այդ տղան նույնպես ուներ ալիբի, և դրա պատճառով կասկածյալների ցանկը փակվեց։ Որոնողական աշխատանքներ կատարվեցին նաև անտառում և գետի ջրերում, սակայն այնտեղ էլ ոչինչ չգտան։ Թարա Գրինսթեդը համարվում է անհետ կորած, և տարիների ընթացքում այդպես էլ գործին ոչ մի ընթացք չի տրվում։ Միայն 2009 թվականին, 4 տարի անց, տեղի է ունենում այնպիսի դեպք, որը նորից բոլորի ուշադրությունը տանում է դեպի Թարա Գրինսթեդի անհետացման վրա։ Մի երիտասարդ յութուբյան ալիքում տեղադրում է վիդեոհոլովակ, որտեղ ասում է, որ առևանգել է 16 աղջիկների և սկսում է թվարկել նրանց անունները։ Այդ անունների շարքում էր նաև Թարա Գրինսթեդինը։ Երիտասարդը իր տեսահոլովակում նշում է, որ բոլոր աղջիկներին սպանել է և թաքցրել է տարբեր վայրերում։ Հորդորում է, որպեսզի հետևեն իր ալիքին, քանի որ կտա հուշումներ, թե որտեղ գտնեն մահացած աղջիկների դիակները։ Ոստիկանությունը, տեսնելով այդ տեսահոլովակը, իրոք համոզվում է նրանում, որ այդ աղջիկների անունները պատկանում են բոլոր նրանց, ովքեր անհետացել են վերջին մի քանի տարիներում։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համագործակցելով, ոստիկանությունը շատ հեշտ գտավ այդ տեսահոլովակը տեղադրող երիտասարդին։ Նա 27-ամյա մի տղա էր Էնդրու Հեյլի անունով։ Երիտասարդը ոստիկանությանը հայտնեց, որ սպանություններից ոչ մեկին կապ չունի, ուղղակի կատակել է, որպեսզի հետևորդներ հավաքի։ Հետաքննության արդյունքում պարզվեց, որ այդ տղան իրոք ոչ մի բանի հետ կապ չունի, բայց նրան միևնույն է 2 տարի ազատազրկում տվեցին, իսկ Թարայի գործը շարունակվեց փակ մնալ։ 2010 թվականի դեկտեմբերի 10-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Թարա Գրինսթեդը մահացած է, քանի որ իր կենդանի լինելու մասին ոչ մի փաստարկ այդպես էլ չգտնվեց։ Տարիները անցնում էին, սակայն մարդիկ այդպես էլ չէին մոռանում Թարայի պատմության մասին, և դրա պատճառով սկսում էին իրար չվստահել։ Գիշերը ոչ ոք դուրս չէր գալիս իր տնից։ 2016 թվականին
Մորիս Գուդվին անունով դետեկտիվը նորից փորձում է ընթացք տալ Թարայի գործին։ Նա ինքնուրույն հետախուզություն արեց եւ դրա արդյունքում Թարայի տան շրջագայքում գտավ հողի տակ թաղված ոսկորներ, բայց փորձաքննության արդյունքում պարզվեց, որ դրանք կենդանական ծագման են։ Դրանից բացի դետեկտիվը ոչինչ չկարողացավ գտնել, եւ որքան էլ ոստիկանությունը, դետեկտիվները, ընկերները եւ հարևանները փորձում էին ինչ-որ բան գտնել, որպեսզի բացահայտեն Թարայի անհետացման գործը, միևնույն է, ոչինչ չէր ստացվում։ Միայն 12 տարի անց Թարա Գրինսթեդի անհետացման գործը բացահայտվեց։ 2017 թվականի սկզբին ոստիկանություն է գալիս մի կին եւ հայտնում է այնպիսի մանրուքներ, որոնք ցնցում են բոլորին։ Նա ասաց, որ տարիներ առաջ իրեն զանգահարեց իր նախկին ընկերը եւ ասաց, որ օգնել է իր ընկերոջը ազատվել մի աղջկա դիակից։ Այդ աղջիկը հենց ինքը Թարա Գրինսթեդն էր։ Ոստիկանները սկզբում լուրջ չվերաբերվեցին աղջկա ասածներին։ Նրանք որոշեցին աղջկա վրա ամրացնել լսողական սար եւ ուղարկել նրան իր նախկին ընկերոջ մոտ, հենց ինքը Բոդուքսի։ Բրուք Շերիդան համաձայնվեց գնալ իր նախկինի մոտ եւ խոսել Թարա Գրինսթեդի մասին, իսկ ոստիկանները պետք է գաղտնալսեին դա։ Տղան իրոք պատմեց ամեն բան, եւ ոստիկանությունը անմիջապես եկավ նրա տուն ու ձերբակալեց։ Հետաքննության ընթացքում տղան բացեց ճշմարտությունը։ Թարայի անհետացման օրը ինձ զանգահարեց իմ ընկերը Ռայան Դուկը, ով նաև իմ նախկին դասընկերն էր։ Նա ասաց ինձ, որ գաղտնի մտել է Թարա Գրինսթեդի տուն, որպեսզի գումար գողանա։ Սակայն այդ պահին Թարան մտել է ներս եւ նա սպանել է աղջկան։ Այս երկու երիտասարդներն էլ այսքան ժամանակ եղել են Օսիլայի բնակիչներ, սակայն նրանք ոստիկանությանը ոչ մի կասկածի առիթ չեն տվել։ Այդ պատճառով Բոդուքսը ստացավ 25 տարի ազատազրկում, քանի որ աջակցել է մարդասպանին եւ թաքցրել է սպանությունը, իսկ մարդասպանի դատավարությունը մինչ օրս էլ շարունակվում է։ Նրան պահում են կալանքի տակ։ Դատարանը իր որոշումը դեռ չի հայտարարել, սակայն արդեն պարզ է, որ իր ազատազրկումը կլինի ավելի շատ, քան Բոդուքսինը։ Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք նմանատիպ տեսահոլովակները, եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։